Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայքէջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Իմ հյուրն այսօր ֆիզիկոս Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող, թարգմանիչ, փիլիսոփայության դասախոս Աշոտ Գրիգորյանն է։ Բացառիկ առիթով, քանի որ իր թարգմանությամբ լույս է տեսել քվանտային տեսության հիմնադիրներ Վերներ Հայզենբերգի ու Նիլս Բորի կարևոր աշխատությունները, Աշոտ Գրիգորյանի հետ կխոսենք այս գրքերի նշանակության ու նաև արդիականության մասին։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն, շնորհակալություն հրավիրելու համար։ Աշոտ, ես կուզենայի մեր զրույցը սկսենք ավելի շատ տեսական ու փիլիսոփայական հարցով, որ անձամբ ինձ է հետաքրքրում։ Ճիշտ է արդյոք, որ քվանտային մեխանիկան ֆիզիկա լինելուց բացի փոխել է նաև մարդկության պատկերացումները իրականության մասին։ Այո, ճիշտ է, բայց ես կասեի ոչ թե ֆիզիկա լինելուց զատ, այլ հենց ֆիզիկա լինելով է փոխել մարդկային պատկերացումները, որովհետև ավելի փոխել է մեր համար փորձի նշանակությունը։ Փորձը սովորաբար մենք ասում ենք, որ ֆիզիկան փորձարարական գիտություն է, մտքում ունենալով, որ մարդիկ փորձեր են դնում, ինչ-որ տվյալներ են ստանում, թվեր, գրաֆիկներ եւ դրանից ելնելով ինչ-որ տեսություններ են մշակում, բայց քվանտային ֆիզիկան ցույց տվեց մի կարևոր առանձնահատկություն, որ կարևոր է ոչ միայն փորձը որպես տվյալ, այլ ֆիզիկոսի հետազոտողի փորձառությունը, երբ որ ինքը ֆիզիկա է անում։ Այս առումով քվանտային ֆիզիկան առանձնահատուկ է, որովհետեւ ավելի հստակ ցույց տալիս, որ փորձառությունը էական է։ Ամեն դեպքում ֆիզիկայի մասին նախկին պատկերացումները փոխվել են եւ փոխվում են։ Այո, այդ 20-րդ դարի սկզբի մեծ երկու հեղափոխություններից մեկն է հարաբերականության տեսության եւ քվանտային տեսության այս երկու հեղափոխությունները, որոնք էապես փոխել են այն պատկերացումները, որոնք ձևավորված էին 18-19-րդ դարերում նյուտոնյան դասական ֆիզիկայով եւ քվանտային ֆիզիկան ամենամեծ փոփոխությունն է մտցրել, թե կառուցվածքային առումով ֆիզիկայի բանաձևերի մեջ, թե ավելի խորը փիլիսոփայական մակարդակում մարդու եւ փորձի, մարդու եւ աշխարհի հարաբերության մակարդակում։ Շատ լավ, Հայզենբերգի քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքները եւ Բորի ատոմային տեսությունը եւ բնության նկարագրությունները գրքերի մասին ենք մենք այսօր խոսելու։ Գիտա-փիլիսոփայական գրքեր հաճախ գիտենք, որ հաճախ չեն տպագրվում եւ շատ դժվար։ Ինչու որոշեցիք թարգմանել հենց այս գրքերը։ Դե այս գրքերը բավականին յուրահատուկ են, թե իրանց հրատարակման ժամանակաշրջանի առումով, թե իրանց բովանդակության ու ձևաչափի առումով։ Դե այս մեկը Հայզենբերգի քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքներն են, սկզբունքները գիրքն է, որը 29 թվականին լույս տեսած գիրք է եւ հանդիսանում է քվանտային տեսության ամենաառաջին դասագրքերից մեկը։ Այսինքն այս քվանտային տեսության ստեղծողի կողմից գրված քվանտային տեսության առաջին դասագրքերից մեկն է, որտեղ ինքը փորձում է ամփոփել են փորձը այն առանձնահատուկ իրադրությունը, որի մեջ լինելով ինքը ստեղծել է այս տեսությունը։ Այս մյուսը ուրիշ բնույթի տեքստ է, արդեն Նիլս Բորի աշխատությունն է, որը հոդվածների ժողովածու է, առաջին հերթին իմացաբանական եւ փիլիսոփայական հայացքով քվանտային տեսությունը ամփոփելու փորձ է, տարբեր շրջաններում, այստեղ քանի որ հոդվածների ժողովածու կա 25 թվականի, 27 եւ 29 թվականի։ Ամեն փուլում ամփոփելու թե ինչ են հասկացել քվանտային տեսությունից։ Եվ այս երկու գրքերը նաև հետաքրքիր ձևով իր հետ կապված են, որովհետեւ Այո, հենց դա էի ուզում հարցնել, թե օրինակ այս երկու գիտնականները ինչով են իրար հետ կապված եւ այս երկու գործը պատասխանը ամեն ինչով, որովհետեւ մեկը ուսանողն է, մյուսը դասախոսը։ Դե Նիլս Բորը այն ֆիզիկոսն է, ով ըստ էության ոչ միայն ստեղծել է քվանտային տեսություն, այլ առաջնորդել է այդ ստեղծելու process-ը։ Դուք չեք գտնի օրինակ քվանտային տեսության մեջ ինչ որ մի էական բանաձև, որ իր անունով է։
բայց ամբողջ բանաձևերը անունով որ են, Հայզենբերգի, Պաուլի եւ այլն, իրանց ղեկավարել է բորը եւ իրանց առաջնորդել է բորը որպես մեկը, ով ոչ միայն կոնկրետ խնդիրներն է հասկացել, որոնց ուղղությամբ պետք է աշխատել եւ լուծել եւ արդյունքում ստեղծել ինչ-որ բանաձև, այլ այն ուղղությունը, որը պետք է բռնել, որպեսզի հնարավոր լինի քվանտային տեսության այս բարդ գծիկը բացել։ Դե ուրեմն մի առումով դասախոս ուսանող հարաբերությունն է եւ անընդհատ իրար հղում են, Հայզենբերգը իր դասագրքում անընդհատ բորին է հղում, այս երկրորդ հարցն է, անընդհատ բորին է իրան հղում, ինքը հղում, բորն էլ անընդհատ հղում է Հայզենբերգի երկու առանցքային հոդվածների, որոնք փոխել են քվանտային տեսության կառուցվածքը։ Հաշտ են թե չէ մյուս հարցն է, որովհետեւ դե դասախոս ուսանողը համել բան ունի իր մեջ, լարումել ունի, կարա ունենա։ Եվ մեզ հետաքրքրում է նաև թե օրինակ իրենք ինչ են փոխել այս ոլորտում, ինչ հեղափոխական գործ են արել, որտեղ գիտենք, որ որոշակի հեղափոխականություն կա իրենց արած։ Մանրամասների մեջ խորանալը մի քիչ դժվար կլինի ասել, թե կոնկրետ ինչ են փոխել, բայց եթե մի օրինակ բերեմ ինչ են փոխել, իրանք հասկացել են, որ ֆիզիկան այն հասկացություններով, որը մարդ կարա ֆիզիկան հասկանա, օրինակ արագություն, օրինակ տեղ, օրինակ ժամանակ, այս հասկացությունով եթե ուզում ես ֆիզիկան քվանտային մակարդակում որսալ, անհրաժեշտաբար առաջանում են բաներ, որը հնարավոր չի որսալ։ Այդ բաներն էլ անուն ունեն, անորոշություն կամ անհաստատություն։ Եվ այդ անորոշությունն ու անհաստատությունը իրանք հասկացել են, որ ֆիզիկայի մաս են։ Հնարավոր չի ֆիզիկան այլևս ամբողջությամբ որսալ, ամբողջությամբ հստակորեն ձևակերպել առանց անորոշության տարի։ Այս երևի իրանց ամենամեծ հասկացած բանն է եւ մի բան, որը որ միջև հիմա փիլիսոփայական տարբեր քննարկումների տեղիք է տվել։ Բայց տարօրինակ է, որ գիտնականները հանգում են անորոշության, դա ինչ-որ Այս իրանք չեն ուզել ոչ մեկը։ Երբ որ մենք խոսում ենք ինչից ես սկսեցի, չէ, որ ֆիզիկոսները հասկացել են, որ իրանց փորձառությունն է էականը։ Այո։ Այդ փորձառությունը մի օրվա փորձառություն չի, դա մոտ 30 տարվա փորձառությունն է, որ սկսվել է 1900 թվականից Մաքս Պլանկ անունով հայտնի գիտնականի հոդվածից, եւ այդ օրվանից, երբ որ իր հոդվածը լույս տեսել, ֆիզիկոսները անընդհատ բախվել են նույն խնդրին, որ իրանք բախվում են փորձերի, որոնց բացատրելու գործիքներ չունեն։ Իրանք գործում են հետազոտական մի մթնոլորտում, որտեղ անընդհատ իրանց թվում է, թե իրենց ոտքի տակից հողը քաշվում է։ Այս մթնոլորտը, այս այն փորձառությունն է, որ ֆիզիկոսի գործունեության մեջ առկա է անորոշություն։ Ֆիզիկոսի այն գործիքները, որով ինքը աշխատում է, անհրաժեշտաբար անորոշություններ են ստեղծում։ Հնարավոր չի հետազոտել աշխարհը առանց այդ անորոշությունների, որը նաև այդ անձնական փորձառության մաս է, որ դու չես հասկանում ինչով ես աշխատում կամ ինչով որ աշխատում ես, ինչքան ճշգրիտ է, ինչքան որ ճշգրիտ է, ինչքան է համապատասխանում փորձին։ Այս փորձառությունը դարձել է ֆիզիկայի մաս։ Դրա անունն է անորոշություններ։ Իսկ բանաձևային անունն է օրինակ անորոշությունների առնչություններ։ Հետաքրքիր է, օրինակ գիտենք, որ Հայզենբերգը ռումբի ստեղծման ծրագրի ղեկավարն է եղել, ատոմային ռումբի, եւ կուզեի ժամանակի մասին խոսենք։ Արդյոք իր ժամանակը որոշակի դեր կատարել է առհասարակ նման եզրահանգումների գալու կամ ինչ որ ձևով փոխելու աշխարհայացքը իրենց գիտության հանդեպ։ Դե այն ժամանակաշրջանը, որում գործել են եւ աշխատել են Բորն ու Հայզենբերգը, առանցքային ժամանակաշրջանա մարդկության համար։ Դե եթե չոր նայում ենք, դա երկու աշխարհամարտերի արանքում ընկած հատվածն է, երբ ստեղծվել է քվանտային տեսությունը, եւ արդեն երկրորդ աշխարհամարտ ու սառը պատերազմի շրջանն է, երբ այդ տեսությունները մարսվել են, այսպես ասած, դարձել են մեր սովորական ֆիզիկայի դասագրքերի մաս։ Եվ ձևակերպվել է, բյուրեղացել է այն ըմբռնումը, որ հիմա կա քվանտային տեսության վերաբերյալ։ Այո, Հայզենբերգը ինքը մասամբ ուզելով, մասամբ չուզելով ներգրաված է եղել Երրորդ Ռայխի, այսինքն նացիստական Գերմանիայի ատոմային ռումբի ստեղծման նախագծում, կարծեմ ղեկավարն է եղել։
Բայց ասում եք ամեն ինչ արել է որ ձախողվի։ Չէ, ես տենց ման չեմ ասում, որ տենց տեսություն կա, որ բայց ամեն դեպքում չի ընդհանուր բան չի ունեցել, հանգուցալուծում չի ունեցել։ Շատ գրավիչ է այդ տեսությունը, որ ինքը ամեն ինչ արել է որ չստեղծվի, չգիտեմ եւ պատմաբաններն էլ վերջնական կարծիք չունեն թե ինչքանով ճիշտ է այդ տեսությունը, համենայն դեպս տենց տեսություն կա, տենց տեսություն առաջ քաշվել է։ Ես ավելի հակված եմ մտածել, որ ինչ որ ավելի միջին մի բան է, քան թե այդքան։ Իսկ իր գրքումը երևում է իր ֆաշիստական կամ ինչ որ ազգայնամոլական։ Չէր կարա երևալ, սա 29 թվականի գիրք է։ Դեռ նացիզմը տենց տարածում չուներ։ Իսկ հետագա իր գործերում արդյոք այդ երևում է այդ։ Դժվար է ասել։ Դե ինքը շատ սերտ հարաբերություն է ունեցել Բորի հետ, Բորը հայտնի ոչ նացիստեր, հականացիստեր, ինքն էլ ազգությամբ, եթե ոչ եմ սխալվում, մասամբ հրյա էր Բորը։ Բայց դե փաստել կա, որ իրանք շատ բարդ հարաբերություն են մի պահ ունեցել, հենց նացիստական ամենաբուրըն շրջանում իրար հետ մի հանդիպում են ունեցել, կարծեմ, հենց Դանիայում, որից հետո իրանց հարաբերությունը գրեթե անվերադարձ փչացել է։ Այսինքն այդքան པարզ չի էլի, որ ուղղակի ասենք նացիստ կամ ասենք հակառակը նացիզմի դեմ պայքարող հերոսական տենց մարտիկ էլի, ոչ մեկն էլ չի։ Ավելի տենց այդ գորշ գոտուցա, որտեղ սովորաբար կյանքը հենց լինում է։ Աշոտ, իսկ անձամբ ձեզ ինչու է հետաքրքրում այս գրքերը եւ ինչու որոշեցիք թարգմանել այս գրքերը ու ինչով են դրանք կապված հայաստանյան իրականության հետ։ Գիտեմ, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ֆիզիկայի ինստիտուտում, նախկին ֆիզիկայի ինստիտուտում, այսօր այլ ձևակերպում ունի, կարծեմ, Ալիխանյանի անվան ֆիզիկայի գիտական լաբորատորիա, գուցե, բայց հանգարց սխալ չասեմ։ Հա, դե ես իմ ճանապարհը ունեմ այս գրքերին մոտենալու եւ այս մի գրքից մյուսը գնալու։ Առաջինը ես թարգմանել եմ այս երկու գրքից առաջ Հայզենբերգի ֆիզիկա եւ փիլիսոփայություն աշխատությունը եւ դա շատ բնական ընտրություն էր իմ համար, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող եմ եւ ֆիզիկայի ֆակուլտետում ամենազրնգուն անունը ֆիզիկոսներից Հայզենբերգն էր եւ եթե դու հետաքրքրված ես փիլիսոփայությամբ նաեւ իդեալական համընկում է էլի Հայզենբերգի ֆիզիկա եւ փիլիսոփայություն աշխատությունը ուսումնասիրել թարգմանել։ Այսինքն մեր ֆիզիկան ֆիզիկոսներին արժևորելու ավանդույթից ելնելով ընտրություն էր, հա, ֆիզիկա եւ փիլիսոփայություն։ Այսինքն ինչ որ բաց կա այդտեղ, որը մենք փորձելու ենք լրացնել նաեւ դրանով։ Բայց ինչն էր հետաքրքիր, որ երբ որ ես այդ գիրքը սկսեցի թարգմանել, ես հասկացա, որ ինձ համար ռեալ հարցերը կապված են ոչ թե Հայզենբերգի հետ, այլ Հայզենբերգի դասախոսի եւ իր հարաբերության հետ են կապված։ Այսինքն ռեալ են խնդիրները, որոնք ինձ հետաքրքրել են քվանտային տեսության հետ կապված, քվանտային տեսությունը հասկանալու իր պատմական ու իմացաբանական շերտերը ավելի բաց դարձնելու կամ հասկանալի դարձնելու Հայաստանում սովորող մարդու համար ռեալ հարցերը Բորի հետ են կապված։ Եվ այդ ինձ բերեց մի կողմից Հայզենբերգի դասագրքին, որը գրվել է, ինչպես ասացի, Բորի հետ սերտ կապի մեջ։ Մյուս կողմից Բորին։ Այսինքն այս այն ճանապարհն է, որ ոնց որ ես եմ անցել, որպեսզի հասնեմ Բորին։ Իսկ ավելի པարզ կարող բացատրել, որպեսզի մարդիկ մեզ լսողները հասկանան ինչի մասին է խոսքը, որովհետև եթե մեկը Հայզենբերգին ու Բորին քիչ գիտի, ուզում է հասկանալ թե այդ ինչը բերեց ձեզ դրան եւ հետաքրքիր է թե օրինակ մեր այդ ոլորտում ինչ բաց կար, որը գուցե սա լրացնի։ Բացի մասին մի քիչ հետո երևի խոսեմ, բայց առաջինը թե ինչ կա Բորի գրքում, որը որ հրապուրեց ինձ այսպես ասած։ Բորը մի ֆիզիկոս է, ով իր կյանքի բեկումնային մի փուլում, երբ արդեն ստացել էր, պետք է ստանար Նոբելյան մրցանակ եւ արդեն սկսում էր ուրվագծել այն ուղղությունը, որով քվանտային տեսությունը պետք է ընթանա, բախվեց այնպիսի բարդությունների հետ, որոնց արդյունքում ինքը հասկացավ, որ իր ֆիզիկա անելու եւ ընդհանրապես տեսական ֆիզիկայի գործիքները չեն հերիքում։
Ավելին մաթեմատիկան չի հերիքում ֆիզիկա անելու համար։ Սա մի կողմից աբսուրդ է հնչում, եթե ֆիզիկոսին ասեք, առանց մաթեմատիկայի ֆիզիկա այդ որն է։ Բայց ինքը տենց փուլ է ունեցել իր կյանքում։ Եվ այդ այն փուլն է, երբ որոշվում էր քվանտային տեսությունը կկայանա, կկարողանա փորձերը ի վերջո բացատրել, թե ոչ։ Եվ որpիսի այդ բեկումնային շրջանը հաջողությամբ պսակվեր, ինքը ստիպված պետքա փոխեր աշխարհին ֆիզիկային մոտենալու իր ձևերը եւ մի արժանանակ հրաժարվեր մաթեմատիկայից կամ մաթեմատիկայի գերակա դիրքից եւ փոխարենը փորձեր հումանիտար գործիքներին դիմեր, տեքստին դիմեր, բառերին, տեքստով մտածելուն, արդյունքում իր աշխատանքների արդյունքում գրվել են շատ տարօրինակ հոդվածներ ֆիզիկայի, որում գրեթե բանաձև չկա։ Այսինքն տենց բան չի լինում սովորաբար ֆիզիկոսների մոտ։ Եվ այս իրադրությունը իրան անհրաժեշտաբար բերել էր մի հանգրվանի, երբ առաջանալու են փիլիսոփայական հարցեր, երբ ձևակերպվելու էին ֆիզիկային մոտենալու փիլիսոփայական հարցեր, երբ այդ անորոշությունը ինչի մասին խոսում է, երբ այն փորձառությունը անորոշ պետքա մտներ ֆիզիկայի էության մեջ։ Ինչ հարցեր է այդտեղ բարձրաձայնում։ Ինչ հարցեր է հատկապես։ Առաջին եւ ամենակարևոր հարցը այն, ինչ որ ես ասում եի, որ մարդու համար աշխարհը հասկանալու հասկացությունները անհրաժեշտաբար հանգեցնում են անորոշությունների։ Այսինքն, եթե ես պնդում եմ, որ պետքա աշխարհը հասկանամ արագությամբ, տեղով, ժամանակով, ու ես ուրիշ ձև չունեմ, ինքը չի ասում, որ ուրիշ ձև կա։ Ես ստիպված եմ ընդունեմ, որ աշխարհը, երբ որ նկարագրում եմ այդ հասկացություններով, ինքը ունենալու է սկզբունքային անորոշություններ իր մեջ։ Այսինքն բաներ կան, որոնք չեն բացատրվում։ Օրինակ, կարամ բարձ օրինակ բերեմ։ Մենք տենց ատոմի պատկերացում ունենք, որ ինչ որ միջուկ կա, կողքը ինչ որ բանա պտտվում։ Բայց Բորը հասկացավ եւ քվանտային տեսաբանները հասկացան հետեւյալը, որ դու չես կարող ասել, որ ատոմի էլեկտրոնը միաժամանակ ինչ որ մի տեղ է գտնվում եւ միաժամանակ ինչ որ արագություն ունի։ Եթե տեղը ֆիքսեցիր, չես իմանա ինչ արագություն ունի։ Եթե իմանաս ինչ ուղղությամբ ու ինչ արագություն, չես իմանա որտեղ է։ Կամ կիմանաս, որ մի քիչ ստեղ է ու մի քիչ այս ուղղությամբ է շարժվում։ Ինչ որ իրար հակասող։ Այս եթե մի քիչ տենց ավելի տեսության մեջ խորանամ, այս ուղղությամբ է որ բացահայտումները եղել են, բայց կարևորը այս բացահայտումները եղել են, երբ Հայզենբերգը հասկացել, Բորը հասկացել է, որ հնարավոր չի ֆիզիկա անել միայն մաթեմատիկայով։ Ստիպված ես դիմել բառերին, ստիպված ես դիմել հասկացություններին, ստիպված ես դիմել ֆիզիկոսի համար անհարմար աշխատանքի ձևերին, որը հետո Հայզենբերգը թարգմանեց մաթեմատիկական լեզվով նորից։ Եվ հիմա մեզ հասու է միայն մաթեմատիկական լեզվով։ Իսկ եթե կապենք մեր արդիականության հետ կամ գուցե իր ժամանակի հետ նաև Բորի ապրած ժամանակի հետ, արդյոք այդ անորոշության հետ հաշտվելու նաև մասին, այսինքն ինչ որ իմաստով փիլիսոփայություն, որը նաև օգնում է մեզ փոխել աշխարհայացքը, հաշտվելու չգիտեմ, բայց որ այդ մի ժամանակաշրջան էր, երբ մարդկությունը բախվում էր անորոշությունների ամենատարբեր մակարդակներում, դա հաստատ, որտեղ այդ առաջի եւ երկրորդ աշխարհամարտների արանքում գտնվող ժամանակաշրջանն է, երբ արդեն աշխարհը մի կողմից փլուզվել է առաջին աշխարհամարտով, եւ այն կառույցները, որ կան, եւ այն ստատուս քվոները, որ դարերով եղել են, արդեն փլուզվում են, մյուս կողմից հեսա ավելի մեծ փլուզում է գալիս։ Եվ այս անորոշ պատմականորեն, եթե որպես պատմաբան նայենք, այս անորոշ դարաշրջանում է, որ քվանտային ֆիզիկան առաջացել է եւ աշխարհի մասին նաեւ պատմականորեն օբյեկտիվ բաներ է ասել։ Այո, եթե նայում ենք այդ ժամանակաշրջանի նաև ստեղծված մշակութային տեսանկյունից, այսինքն գրականություն եւ այլն, աբսուրդի եւ այլնի այդ բաները, չէ, տեսությունները, իրենք էլի նույն էլի անորոշության ու անհեթեթության կամ բանի մասին են։ Նույն չգիտեմ, բայց որ իր հետ կապված են հաստատ։ Այսինքն ընդհանուր մշակութային պատմական իրողություն էր դա, որի տարօրինակ ձևով բնագիտական երեսն է բացահայտել Բորը եւ դրան մաթեմատիկական ձևակերպում ա տվել Հայզենբերգը։ Էս էլ նաեւ կարանք ասենք իրանց միջև կապն ու լարումն է։ Այո։ Հայզենբերգը ավելի հակված էր ոնց որ ֆիզիկայի հումանիտար
գիտաբնափիլիսոփայական կողմը շեշտ էր կարևոր էր բորոնեություն։ Հայզենբերգը ավելի հակված էր դրան մաթեմատիկական տեսական տեսք տալ։ Եվ դա էլ պատճառներից մեկն է, թե ինչի մենք հայերս ավելի հակվել ենք Հայզենբերգի տեսակետին, դրան պատմական պատճառներ կան, թե ինչպես է քվանտային տեսությունը հասել Հայաստան։ Այո, այդ մասին եկեք խոսենք, հենց այդ մասին էի ուզում հարցնել Հայաստանի հետ այդ կապը։ Հայաստան գալու պատմությունը բավականին դաժան տխուր պատմություն է, որովհետև կապված է երկրորդ աշխարհամարտի սառը պատերազմի ու այդ ժամանակ ստալինյան գիտության քաղաքականությունների հետ։ Դե ինչ ժամանակի մասին ենք մենք խոսում։ Այդ այն շրջանն է, երբ 45-ից հետո եւ նաեւ պատերազմի ժամանակ, բայց հատկապես սառը պատերազմի ժամանակ խորհրդային ստալինյան կարևոր է շեշտել, ստալինյան գիտությունը խնդիր էր դրել արևմտյան ձեռքբերումները կամ յուրացնել, համարել իրենցը, կամ մերժել գուցե։ Չէ, մերժել չէ, յուրացնել։ Օրինակ որ ասում են ռադիոն ստեղծվել է ռուսների կողմից, հա, կամ գունավոր հեռուստացույցը խորհրդային ազգերի ձեռքբերումն է, կամ եւ այլն։ Այս իմաստով յուրացնել, իրենցով անել։ Կամ փոխարենը հիմնարար քննադատության ենթարկել եւ այդ ձևափոխված տեսքով ընդունել։ Այս քվանտային տեսության դեպքն էր։ Երբ փորձում էին քվանտային տեսության փիլիսոփայական հատվածը քաղաքական նպատակներով ձևափոխել, կարելի ասել մի քիչ ձևախեղել։ Եվ այդ կարելի ասել ստալինյան քաղաքականությունների մսաղացի միջով է անցել քվանտային տեսությունը միջև մեզ հասնի։ Արդյունքում իր փիլիսոփայական բոլոր նրբությունները, բացահայտումները, փիլիսոփայական անբաժան իր մասերը կտրվել դուրս են նետվել կամ արժեզրկվել են եւ տենց են դուրս նետվել։ Եվ այդ փիլիսոփայությունը ոչ մի կերպ չէր խոսում ստեղծված գաղափարական այդպես մթնոլորտի հետ, հա, եթե ոչ չէր հակասում, կարելի է այդպես ասել։ Նկատի ունեք ստալինյան խորհրդային գաղափարախոսությունը, ստալինյան գաղափարախոսությունը։ Խնդիրն է, որ ստալինյան գաղափարախոսությունը փիլիսոփայություն չի։ Այսինքն այդ ամբողջ խնդիրը է դա։ Օրինակ եղել են փորձեր քվանտային տեսությունը, բորի քվանտային ըմբռնումները մարքսիզմի ու լենինիզմի հետ անկեղծորեն հաշտեցնելու, որը ստալինյան չեն եղել։ Դրանք եղել են արևմտյան մարքսիստների, մասնավորապես Լեոն Ռոզենֆելդի փորձն է եղել։ Եվ դա հետաքրքիր տեսություն է, որովհետև փիլիսոփայական է, այսինքն խնդիր դնում է փիլիսոփայորեն քվանտային տեսությունը հասկանալու։ Ստալինիզմի խնդիրն է, որ ինքը հավատարիմ չի մարքսիզմ-լենինիզմին, ինքը հավատարիմ չի այն փիլիսոփայությանը, որ ինքը առաջ է քաշում։ Եվ արդյունքում իր ճակերտավոր ասած փիլիսոփայական ընթերցումը փիլիսոփայության արժեզրկում է դառնում։ Այսինքն խնդիրը ստեղ է, ոչ թե այնա, թե ինչ փիլիսոփայություն էին, ինչ փիլիսոփայության հետևորդ էին համարում ստալինյան գիտնականները իրենց, որտեվ չէին համարում։ Խնդիրը տեղ է։ Շատ լավ։ Ինչ է փոխելու կամ ինչ է բերելու այս գրքերը իր հետ։ Մեր հասարակության ոլորտի մասնագետների համար նաև եւ հետաքրքիր է թե ինչ արձագանքներ եղան շնորհանդեսից, որտեվ այդպիսի քննարկումներ եղան տարբեր հարցերի շուրջ։ Ինքս չեմ եղել, բայց ոնց որ փոխել բերել մի քիչ հավակնոտ է, չգիտեմ ինչքանով կարամ ասեմ թե ինչ կփոխի։ Ես կարող եմ ասել ինչով է ինձ համար կարևոր եղել եւ ինչ հույս ունեմ, որ կարող է ուրիշների համար կարևոր լինի։ Ինձ համար կարևոր է եղել նրանով այս գրքերի հրատարակությունը, նաեւ սկսած են առաջին գրքից, որ կարծես հետադարձ թելով հետ գնաս, թե որտեղից է քվանտային տեսությունը եկել։ Եվ որտեղ չի զարգացել, հա, գուցե կանգ է առել զարգացումը, հա, թե զարգացումը կոնկրետ հայաստանյան միջավայրում նկատի։ Չի ուզի ասել չի զարգացել, որտեվ ավտոմատ միշտ էլ ամեն ինչ զարգանում է։ Նայած ինչ ուղղությամբ, ինչպես, ինչ ձևափոխություններ ա կրում, նույնիսկ հետընթացն է իր ձևով զարգացում։ Ես այդտեղ չէի տենց ուղղակի զարգանալ, չզարգանալու անկյան տակ նայել, բայց ինձ համար նրանով են կարևոր այս գրքերը, որ ցույց են տալիս մեզ այն պատմական եւ փիլիսոփայական եւ քաղաքական ներգործությունը, որ քվանտային տեսությունը կրել է, որպիսի լինի այնպիսին, որպիսին ինքը մեր աչքին հիմա երևում է։
Այդ իմաստով ոնց որ այս գրքերը այն մասին են, թե այն ինչ մենք տեսնում ենք հիմա մեր քվանտային տեսության դասագրքերում, ինչ ենք մենք տեսնում։ Այն այդ են ցույց տալիս։ Իսկ մտածողության թարմացման տեսանկյունից ինչ որ բան կարող է փոխել։ Իհարկե, եթե մենք համարում ենք մեր տեսածը հասկանալը թարմացում, այո, որը իմ կարծիքով ամենակարևոր թարմացումներից մեկն է, որտեղ փիլիսոփայական անկյան տակ է թույլ տալիս վերանայել, այն իմաստով, որ թույլ է տալիս ճանաչել այն ինչ արդեն գիտես։ Այդ հենց զուտ փիլիսոփայական անկյունն է, ճանաչել այն ինչ արդեն գիտես, բայց նենց ոնց որ դու դեռ չգիտես։ Այդ դրա հնարավորությունն են իմ կարծիքով մասամբ, որոշ չափով, փոքրիկ չափով այս գրքերը տալիս, երբ մենք խոսում ենք քվանտային տեսության, մասնավորապես քվանտային տեսության դասավանդման մասին։ Իսկ դասավանդման մեթոդներն էլ նույնպես փոխվում են այդտեղ։ Էլի, այդ շատ հավակնոտ կլինի տենց ասել, որովհետև այդ նշանակում է արդեն երրորդ քայլ։ Օրինակ, այս գրքերի հիման վրա գրել մի ուրիշ դասագիրք, որը մեթոդները կփոխի, այդտեղ ես չեմ մտնում։ Ես ասում եմ, թե ինչա թույլ տալիս դա տեսնել, թե ինչ հետևություններ, այսինքն մտահորիզոնը ավելի լայնացնում է, փորձում է այլ տեսանկյուններ միայն այլ չէ, հենց այն տեսանկյունը, որը առանցքային է եղել, որպեսզի առաջանա այն ինչ որ ունենք, բայց այն տեսանկյունը, որը ինքը իրանց քողել է։ Դա ստալինյան տրամաբանությունը, անել մի բան, որի հետևանքով առաջանում է մի բան, որը չի ցույց տալիս իր առաջացման պատմությունը։ Հա? Շատ լավ։ Եթե փորձենք ամփոփել եւ փորձենք հասկանալ մենք ինչու ենք այս գրքերի մասին խոսում եւ ընդհանրապես լայն հանրության հետ խոսում, որովհետեւ շատերը գուցե մեզ լսում են, բայց փորձում են ինչ-որ բան հասկանալ, բայց շատ բան չեն հասկանում, որովհետեւ շատ նեղ ոլորտային է ինչ-որ բան։ Այն տեսանկյունից, թե օրինակ ավելի մեծ լսարանի համար ինչ կարող են այս գրքերը մի առումով դժվար է ասել, որովհետև իրանք նեղ մասնագիտական ոլորտին վերաբերվող են, բայց երևի թե սենց ամփոփեմ։ Նաև այս աշխատանքին պատմականորեն նայելով էլի, սրանք թերևս կարելի է համարել փոքրիկ փորձեր անկախ Հայաստանում մեր գիտական ավանդույթը վերանայելու եւ ճանաչելով վերանայելու ուղղությամբ։ Այսինքն սրանք կարելի է համարել փորձեր տեսնելու այն ճանապարհը, որով գիտությունը, կրթությունը, քվանտային ֆիզիկան, մաթեմատիկան, գրականությունը, փիլիսոփայությունը հասել է Հայաստան։ Ու ոչ միայն տեսնել թե ինչ է եկել, այլ թե ոնց է եկել։ Այսինքն տեսնել թե ինչպես են հայերը սկսել առնչվել համաշխարհային գիտության հետ եւ ինչա դարել այդ գիտությունը երբ հասել է մեզ։ Շատ լավ, իսկ կան էլի հեղինակներ, որոնք իսկապես այդպես կոթողային գործեր ունեն, որոնք այսօր անհրաժեշտ է թարգմանել եւ կան, որոնց հետ դուք հիմա աշխատում եք։ Իհարկե կան, մեկը կդժվարանամ ասեմ, ինձ օրինակ հիմա շատ հետաքրքրում է, շատ ավելի հին է, բայց շատ ավելի խորը ու չերևացող խնդիր է։ Ինձ հետաքրքիր է հիմա թարգմանել օրինակ 17-18-րդ դարերի ֆիզիկայի ձևափոխման հետ կապված աշխատություններ, այսինքն այն աշխատությունները, որոնց արդյունքում ձևավորվել է ֆիզիկայի ընդհանրապես ըմբռնում, որ մեր մոտ կա, այդ Նյուտոնից Լագրանժ, չէ, հենց Նյուտոն, Լագրանժ իրանց աշխատանքները, այսինքն ֆրանսիական լուսավորության այդ բեկումնային փուլի հետ է կապված, սրանք օրինակ։ Մի օրինակ եմ բերում։ Աշոտ, իսկ դուք հիմա ձեզ ավելի շատ փիլիսոփա եք զգում, թե ֆիզիկոս, այդ երկուսից որն եք ավելի շատ։ Ավելի շուտ հետազոտող, ֆիզիկոս փաստացի չեմ, այդ հիմա հետազոտություններ ֆիզիկայի ուղղությամբ չեմ անում, կդժվարանամ ասել թե փիլիսոփան ինչ է, որ տենց ասեմ փիլիսոփա եմ։ Դե ամեն դեպքում փիլիսոփայություն եք դասավանդում այսօր։ Ավելի շուտ կասեի գաղափարների պատմությամբ եմ զբաղվում, հետազոտական անկյան տակ գաղափարների պատմությունն ու իրանց փոխադարձ կապերն եմ հետազոտում։ Եվ ֆիզիկան այս դեպքում ավելի օգտակար դեր է կատարում այդ իմաստով գաղափարները եւ փիլիսոփայությանը հասկանալու ոնց որ բանն է, իմ հենքն է, ինքն իրենով իրենն անում է, թե ավելի թե պակաս չգիտեմ,
չեմ կարող ասեմ։ Շատ լավ, թերևս այսքանը շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ, մենք այսօր խոսում էինք Վերներ Հայզենբերգի քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքները եւ Նիլս Բորի ատոմային տեսությունը եւ բնության նկարագրությունը գրքերը, եթե այդպես սիրահար եք այսպիսի բարդ հետաքրքիր փիլիսոփայական գիտական գրքերի, իհարկե այդ գրքերը կան, կարող եք ձեռք բերել։ Իսկ իմ հյուրն այսօր գրքերի թարգմանիչն էր, ֆիզիկոս Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող, թարգմանիչ, փիլիսոփայության դասախոս Աշոտ Գրիգորյանը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն